Սա որ ընտրատեղամասն է եւ ինչ խախտումներ են արձանագրվել։ Ուրեմն անի թաղամասում Սյունիք մանկապարտեզն է 3105 ընտրատեղամաս Կայեթե 1.5-2 ժամի արդեն լուրեր համացանցում տարածվեցին, նաև այս թաղամասում մարդիկ խոսում են, որ այստեղ ահավոր ընտրախախտումներ է տեղի ունենում, մարդկանցից պահանջում են, որ քվեաթերթիկներ դուրս անեն, դատարկ ծրագրեր դուրս անեն, հետո այստեղի ծրագրերի մեջ ինչ-որ քվեաթերթիկներ դրած ներս մտցնեն, չգիտեմ, այս նմանատիպ խոսակցություններ եւ համացանցից եմ տեղեկացել, ինքս փորձեցի գալ եւ ճշտել, թե ինչ է կատարվում, որ բնականաբար թույլ չտանք օրենքի խախտում, ընտրախախտումներ Արդեն իսկ ամենաառաջի պահից երբ բարևել եմ, ասել եմ բարևձեզ, փոխանակ բարևից պատասխանեն արձագանքեն, ՔՊ վստահված անձը շատ ագրեսիվ ձևով սկսեց ոնց որ ինքնապաշտպանվել, բայց դե որևէ բան չենք ասեմ կամ իրենց մեղադրանք չենք ներկայացնել, բայց դեռ ինչ եք անում, ինչու եք այստեղ կդում, դուրս գնացեք ու սկսեց ուղղորդումներ տալ նախագահին, նախագահին խնդրեցի նախագահի հետ խոսեմ, հասկանամ ինչ է տեղի ունենում Նախական նախ գնաց արագ սկսեց պատի տակ փսփսալ նույն վստահված անձի հետ, ինչ որ բաներ խոսեցին, վերադարձավ, բա խնդրում ենք դուրս գնացեք այստեղից, գտնվելու իրավունք չունեք, այնտեղից նորից վստահված անձը օգնում է նախագահին, որ գիտեք, ասեք, որ եթե դուրս չեկա, ոստիկանություն կկանչենք, ոստիկանությանը կհանձնենք, չգիտեմ ինչ էսեն, բնականաբար նախագահան նույնը կրկնեց Ինքս դուրս եմ եկել ընտրատեղամասից, բայց դրանից հետո էլ կերկերը չեն հանդարտվել, նորից նույն խոսակցությունները, նույն արձագանքը ստանում ենք տվյալ ընտրատեղամասից, որ ՔՊ վստահված անձը, ով բարից հասկացա, որ գյումրեցի չէ, միգուցե սխալվում եմ, բայց տպավորություն ունեմ, որ գյումրեցի չէ, այսինքն ՔՊ-ն Գյումրիում չունին այդ քանակության նույնիսկ մարդիկ, որ կարողանան իրենց պաշտպանեն, դրսից են մարդ բերել, բայց իրենք են խոսում, որ դրսից մարդ են բերում գյումրեցիների վրա, բայց իրենք են գյումրեցիների վրա մարդ բերել ու իրավասությունները գերազանցելով ղեկավարում ուղղորդում է հանձնաժողովի նախագահին եւ քարտուղարին։ Սա փաստենք ինքս իմ աչքով եմ տեսել, որ իրավունքը չունեն, այսինքն կարող եմ ես եզրակացնել, որ նախագահան Ընդամենը իր գործառույթը կատարում է այնքանով, որքանով թույլ է տալիս ՔՊ վստահված անձը, ով ոչ գյումրեցի է, ըստ առաջին տպավորության։ Նաև այսպիսի ահազանգ ստացանք, որ Մարտուն Գրիգորյանի քվեաթերթիկը անհետանում է, չեն տալիս դիտմամբ։ Տեսեք, այդ մասին ես էլ եմ լսել, համացանցից եմ նորից լսել, որ ՔՊ-ն ուղղորդելով մարդկանց ասում է, որ կմտնեք համամերգին կքվեարկեք, վախեցնելով, համոզելով, ասելով, որ կնկարենք, մենք կարող ենք տեսնել, վերահսկել, չգիտեմ ինչ միջոցներով, ու նաև մարդկանց ասում են, որ կոնկրետ 8-րդ համար դուրս հանեք ձեր հետ, որ մենք տեսնենք, որ դուք հենց 8-րդ համար դուրս եք անել։ Այսինքն արդեն իսկ անձնավորված պայքար է գնում Հենց մեր քաղաքը դաշինքի թեկնածուի դեմ, մեր քաղաքը դաշինքի դեմ եւ 8-րդ համարը քվեաթերթիկը պահանջում են, որ մարդիկ դուրս հանեն, որովհետեւ որևէ պարագայում որևէ մեկը չկարողանա իր ազատ կամարտադրությունն անի եւ ընտրի 8-րդ համարը։ Սա նշանակում է, որ ժողովուրդը հակված է 8-րդ համարը թեկնածու Մարտուն Գրիգորյանն ընտրելու եւ արհեստականորեն խոչընդոտում են մարդկանց իրենց ազատ ընտրությունը կատարելու Համացանցում տարբեր են նմանատիպ լուրերը, ամբողջ համացանցն այս մասին խոսում, ինքս էլ համացանցից եմ իմացել ու չեմ ջախտում, այո, նման խոսակցությունները քաղաքում մեկ տարածված են։